Բարի օր, ինչպես ամեն շաբաթ օր, այսօր եւս հանրային ռադիոյի այս ժամի եթերում Հանրամեդիայի հերթական թողարկումն է, ովքեր հասցրել են մոռանալ ինձ, ես Լևոն Սարդարյանն եմ եւ այստեղ մենք իմ գործընկերների, նախկին գործընկերների երբեմն հետ քննարկում ենք հայկական մեդիայի խնդիրները, փորձում ենք լուծումներ գտնել, եթե այդ խնդիրները ակնառու են, եւ այսօր իմ զրուցակիցներն են համաձայնող կամ չհամաձայնող տարբերակով ընթացքում Երևա Armenpress պետական լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Նարինե Նազարյանը եւ ազգային ժողովի падգամավոր իմ նախկին գործընկեր հույս ունեմ մի օր էլի կասեմ իմ գործընկեր Լուսինե Բադալյանը բարև ձեզ Իմիջայլոց որպեսզի հասկանաք թե ինչ գեղեցիկ տեսարան է հիմա իմ առջև դուք կարող եք միանալ նաեւ մեր YouTube-յան էջում այնտեղ տարբերակ կա այս ամենը տեսնել աչոք ըմբոշխնելու համար, բայց հիմա անցնենք արդեն հիմնական թեմային։ Տեսեք, ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները այսպես քաղաքականապես հստակ, շատ երևացող դիրքավորվել են, ինչը բնականաբար բազմաթիվ վեճերի, քննադատությունների տեղիք եւ առիթ տվեց։ Եվ հիմա այսօր ես առաջարկում եմ փորձել քննարկել այն տարբերակները, որ կարելի է կիրառել, որպեսզի այդ իրավիճակը փոխվի, որովհետև մենք այսօր ուզենք չուզենք, ունենք մի իրավիճակ, որ լրատվական դաշտի լայնքը, այսպես ասեմ, այնքան մեծ է, որ գովազդային շուկան այդտեղ չի տեղավորվում եւ լրատվամիջոցները ստիպված գնում են ինչ-որ այլընտրանքային տարբերակներ գտնելու հետևից։ Գնացինք։ Ինչ կարելի է անել։ Խնդրեմ Շնորհակալություն, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ կրկին լինել այս տաղավարում։ Ես ուզում եմ ասել, որ այլևս մի փոքր դժվարանում եմ ընդհանուր առմամբ լրատվական դաշտ կոչել այն, ինչ որ գոյություն ունի, որովհետև ժուրնալիստիկան կարգավորող էթիկայի հարյուրավոր կանոններ կան աշխարհում, գրված, ինչպես նաև չգրված, եւ այդ կանոններից ամենագլխավորը միշտ եղել է, շարունակում է մնալ եւ այդպես էլ կլինի միշտ, ամենագլխավոր կանոնը համակողմանի հարցին անդրադառնալն է, ոչ թե մեկ ուղղությամբ եւ մարդկայնությունը։ Սրանք ամենակարևորն են, այսինքն դու այսպես մեկն էլ ես ավելացնեմ իմ կողմից ամենալեփս գոնե իմ համար դա միշտ առաջնային ա եղել մի վնասիր Սա մտնում է մարդկայնության, մարդասիրության, հա, այդ հիմնական կանոնի մեջ, մի վնասիրը, որովհետև իրականում մենք արդեն շատ փոխել ենք մեր վերաբերմունքը լրագրության վերաբերյալ, լրագրողի վերաբերյալ եւ կարծում եմ, որ այստեղ մեղքի իրենց բաժինը ունեն նաեւ այո, հենց լրագրողները, որ կարողացել է հասարակության ընդհանուր առմամբ հանրության վերաբերմունքը փոխվել լրագրության նկատմամբ եւ այս իմաստով տեսեք լրագրողը այնքան լծակներ ունի եւ այնքան ուժ ունի, դրա համար կոչվում է չորրորդ իշխանություն, չէ՞, մամուլը, որ կարող է ինչ-որ բան կործանել, որ կարող է մարդկային կյանքեր կործանել եւ միևնույն ժամանակ կարող է կերտել եւ կարող է փրկել։ Եվ համաշխարհային լրագրության պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ որ լրագրողների շնորհիվ պատերազմներ են կանգնեցվել, լրագրողների շնորհիվ մարդկային կյանքեր են փրկվել, եւ այստեղ հիմնական այդ կանոնները մարդասիրության եւ նաև ցանկացած հարցի տարբեր կողմերից մոտենալու։ Տեսեք, երբ որ դուք հարցին մեկ կողմից եք միայն մոտենում եւ մարդը ունի, հա, իր սուբյեկտիվ ընկալումը եւ մոտեցումը ունի, ցանկացած իրավիճակի, ցանկացած մարդի, ցանկացած երևույթի նկատմամբ։ Սա ավելի հատուկ է արևածաղիկի սերմերի ուղեկցությամբ սուրճ խմող կանանց բամբասանքի, որոնք ունեն իրենց տեսակետը եւ այդ տեսակետը սկսում են տարածել։ Դե ցավոք սրտի արդեն դարձել է, որ նաեւ տղամարդկանց եւ սկսել են տղամարդիկ իրենց բամբասանքներով գերազանցել։ Լրագրողի եւ բամբասող, հա, այդ կերպարի տարբերությունը այն է, որ լրագրողը ունի ներքին պարտավորվածություն այն պահից, երբ որ ինքը որոշել է դառնալ լրագրող։ Ունի պարտավորվածություն խնդիրը կամ այն, ինչի մասին խոսում են, մի քանի տեսանկյուններից ներկայացնել, ոչ թե ներկայացնել, այլ ուսումնասիրել եւ ի վերջո այնպես ներկայացնել, որպեսզի մարդիկ այլընտրանք ունենան այդ թեմային այլ կողմից մոտենալու։ Մենք այսօր քանի որ դա չունենք, այս է մեր հիմնական խնդիրը։ Ես տեսնում եմ նաեւ մենք նախորդ մեր զրույցի ժամանակ էլ խոսեցինք եւ շատ երկար կանգ առանք այդ թեմայի վրա,
կրթություն ստանալու, հա, որպես լրագրող կրթվելու այդ խնդիրը մենք ունենք, որովհետև այնտեղ դա պիտի սովորեցնեին։ Այնտեղ պիտի առաջին հերթին ուսումնասիրեին քո մարդկային տեսանկյունը, այսինքն դու դառնում ես լրագրող, որպեսի շանտաժ անես, մանիպուլյացիա անես, ինչը կարող ես անել որպես լրագրող, եւ ինչը այսօր համատարած է ցավոք սրտի, թե դու դառնում ես լրագրող, որպեսի արժեք ստեղծես։ Տարի մի անգամ պիտի անես, որ համը դուրս չգա։ Այո, պիտի արժեք ստեղծես, որովհետեւ լրագրողը կարող է երկիր կերտել եւ լրագրողը կարող է նաեւ երկիր կործանել։ Այս որպես այսպես նախաբան, հա, ես ամփոփեմ։ Որպես շարունակություն հենց այս վերջին մտքի, ասեմ, որ առավել ցցուն եւ ակնհայտ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները հաճախ դիրքավորվում են որպես քաղաքական դերակատարներ, որը ընդհանրապես չի կարելի, լրատվամիջոցը պետք է իր ազեկման, իր առաքելությունը կատարի եւ ոչ թե առավել եւս այս ժամանակահատվածում, երբ տեխնոլոգիական զարգացման այս փուլը մեզ կանգնեցեց մի շատ հետաքրքիր իրավիճակի առաջ, որը 26 թվականի ընտրությունները դրեց տարբերության մեջ նաև 21 թվականի ընտրություններից, երբ սոցիալական ցանցերը դարձան քաղաքական օրակարգ ստեղծող ու դասական ավանդական լրատվամիջոցները մի տեսակ դարձան ավելի արձագանքող ստեղծված օրակարգերին, քան օրակարգեր ստեղծող, սա բազմագործոն երևույթ է, մի կողմից նյուզմեյքերները իրենք ակտիվ օգտագործում էին սոցհարթակները եւ իրենց հանրային լսարանի իրենց ընտրազանգվածի այդ շփումները մեկտեղում էին նաև ավելի մեծ լսարանի հասցնելու համար սոցցանցային հարթակների ուղիղ եթերների հնարավորությունից եւ այս պարագայում արդեն դասական լրատվամիջոցները պետքա պահպանեն իրենց վստահելիության, ստուգելիության, կոնտեքստը, համատեքստը պահպանելու եւ վերլուծական կարողություններ ցույց դնելու առաքելությունը, որովհետեւ այլևս փոխվել է ժամանակաշրջանը եւ օրակարգերի ձևավորումը լրիվ այլտեղ է։ Ու այս իրավիճակում հատկապես ի հայտ եկան լրատվամիջոցների դիրքավորումը որպես հակադրությունների վրա իրենց պատմությունները կառուցող, որովհետև մեդիա հոգեբանության մեջ շատ ցցուն ու ակնառու է, երբ կոնֆլիկտ է, ներգրավվածությունն ավելի մեծ է, քան երբ որ քաղաքական ուժերի ծրագրերն է ներկայացնում։ Այս պարագայում դու այն լրատվամիջոցը, որը գնում էր հանրային, ինչ ասեմ, հանրային իրազեկման իր առաքելության հետևից եւ ոչ թե կոնֆլիկտներ փնտրում եւ չէր կառուցում հակադրությունների վրա, ավելի քիչ լսարան էր կարողանում ներգրավել, քան նրանք, որոնք հուզական մոբիլիզացիայի վրա էին կառուցում իրենց վախի, տագնապայնության, անորոշության, մյուս կողմից նաև հակառակ էմոցիաներ առաջացնելու դրական հաղթանակի, խաղաղության եւ այլն։ Մի խոսքով այս ընտրությունները շատ յուրահատուկ նոր դարաշրջանի բացահայտում էին եւ եթե թույլ կտակ եւս մեկ դիտարկում շատ ակնառու էր իրականում սա ներքաղաքական ընտրություն չէր, սա աշխարհաքաղաքական ընտրություն էր ինչ որ իմաստով, որովհետեւ նաեւ միջազգային արտասահմանյան լրատվամիջոցներում շատ ակնհայտ կերպով եւ շատ մեծ էր ուշադրություն ընտրությունների նկատմամբ արտասահմանյան լրատվամիջոցների կողմից եւ նաեւ այնտեղ շատ ակնհայտ տարվում էր աշխարհաքաղաքական ընտրության հարցը Ռուսաստան, թե Եվրամիություն, խաղաղություն, թե պատերազմ, մի խոսքով էս շատ յուրահատուկ ինձ թվում է քաղաքական, նախընտրական եւ բունընտրական փուլ հաղթահարեցինք։ Ես Տոլստոյին չեմ սիրում, բայց նախընտրում եմ պատերազմ եւ խաղաղություն։ Տեսեք, այս տարբերակով հաշվի առնելով նայած ձեր մտքերը հասկանալի է, որ օրինակ խորհրդարանը որոշակի իմաստով նաև նպաստել է, որ բևեռանան լրատվամիջոցների մասը մեղադրանք չի, սա փաստի արձանագրում է, որտեվ երբ տարատեսակ գովազդային դրամաբանություններ, այսպես ասեմ, դուրս եկան շուկայից, այսինքն այդ վիճակախաղի, ալկոհոլի եւ այլն, դեղերի, դեղամիջոցների ինքը լրատվամիջոցներին, գործող լրատվամիջոցների մեծ մասին համար ստեղծեց շատ տհաճ իրավիճակ, երբ իրենք կամ պիտի գնային դաշտից, որովհետև ֆինանսավորման աղբյուր չունեին,
Այստեղ հա ընդունում եմ, որ բարոյական ընտրության խնդիր կա, այսինքն ազնվորեն հեռանալ, թե մնալ անազնիվ կամ դառնալ անազնիվ եւ մնալ դաշտում։ Ցավոք սրտի մի մասը ընտրեց այդ անազնիվ դառնալու ուղին եւ ես մի քիչ ձևակերպման հետ Նարինեի այնքան էլ համաձայն չէ, որ լրատվամիջոցները դառան քաղաքական դերակատար, չէ, իրենք քաղաքական դերակատար չդարձան, այդ իրենց էր թվում, թե իրենք քաղաքական դերակատար են, որովհետեւ այնտեղ հա, տեխնիկավար գոյություն ունի, էլի, ով որ վճարում է, նա էլ պատվիրում է։ Մոռանանք մարդ լրատվամիջոց երևույթը, որ հիմա շատ տարածված է, որոնք ոչ մի էթիկական նորմերի, եթե գոնե լրատվամիջոցներն իրենք էթիկական որոշակի ստանդարտներ ունեն, որոնց լրագրողները ենթարկվում են, մարդ լրագրող, մարդ լրատվամիջոց այս ֆորմայի մեջ ընդհանրապես ոչ մի էթիկական նորմ չկա, ու մարդիկ իրենց հարցը անգամ հնչեցնելուց դրա մեջ լրիվ քաղաքական դիրքորոշում են դնում, ինչպես չեն դառնում դերակատար, ինչ որ իմաստով։ Պարոն Սարտարյան նկատի ունի, որ չեն դառնում դերակատար, որովհետև իրավիճակի վրա ազդեցություն չեն կարողանում ունենալ։ Պարզապես իրենք իրանց են քաղաքական գործիչների տեղ դնում, իրենք քաղաքական գործիչներ չեն, ոչ կլասիկ իմաստով, Էդմոն Մարուկյանի ականջականչի ոչ էլ որևէ այլ իմաստով, որովհետև էլի եմ ասում, պատվիրում է նա, ու վճարում է, ասում է կգնաս այս հարցը այս ձևով կտաս Պողոսին, հետո Պետրոսին, հետո Բենյամինին ենթադրենք, հա։ Վերջ ինքը արդեն ինքը սահմանափակ է իր գործողությունների մեջ, ինքը ինքնուրույնությունից արդեն զրկվել է այն պահին, երբ ինքը գնաց այն իմ ասած անազնիվ ճանապարհով, չեմ ուզում կաշառք կամ որևէ այլ տերմին օգտագործել, բայց դե հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա օրինակ ես այս վերջերս մտածում եմ, որ տեսեք, մենք ունենք ընդամենը 3 լրատվամիջոց, որ պետական բյուջեից գումար է ստանում։ Դա հանրային հեռուստաընկերությունն է, դա հանրային ռադիոն է, որտեղ ես հիմա պատիվ ունեմ աշխատելու, եւ Armenpress լրատվական գործակալությունն է, որը միջպետական էլ ունենք։ Հա, միջպետական ունենք, միջպետականը դնում ենք այնտեղ միջպետական պայմանագրերի հիման վրա, խոսքը Միր հեռուստաընկերությանն է վերաբերում, ընդ ուրիշ հեքիաթալերիվ։ Հիմա բայց հանրությունը պահանջում է լրատվական դաշտից, այնուհանդերձ պահանջներ ներկայացնում, ասում է, գիտես ինչ կա, ես քեզ վստահում եմ, ես քեզ կարդում եմ, ես քեզ լսում եմ, հետեւաբար ես սկսել եմ արդեն ենթադրել, որ պետությունը չի կարող այդ գործընթացից անմասն լինել։ Պետությունը որոշակիորեն պիտի ներառնվի լրատվական դաշտի գործունեության մեջ, օրինակ, կարելի է ստեղծել պետական հիմնադրամ բյուջեից սնվող ստեղծել անկախ մարմին, որը տնօրինում է այդ հիմնադրամը դրամաշնորհային դրամաբանությամբ եւ որոշակի պահանջների բավարարման դեպքում լրատվամիջոցներին դրանցով ֆինանսավորել։ Ընդ որում այդ ես ասում եմ որոշակի պահանջների էթիկայի նորմեր, պահպանում եւ այլն, բայց այդ էթիկայի սահմանված նորմերը պետքա այնքան հեռու լինեն գերաքննություն ասված գաղափարից, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ ասի, պետությունը կամ իշխանությունը փող է տալիս այս ինչ կամ այն ինչ լրատվամիջոցին, ու դրանից հետո այն որ գայքեքը ձգում է, ասում է, չգիտես ինչ կա, դու այս մասին կարող ես խոսել ու մենակ այսպես այս մասին չես կարող խոսել ընդհանրապես ու ոչ մի կերպ։ Գիտեք, առաջին հայացքից լավ բան եք ասում։ Առաջին հայացքից, բայց ես կարծում եմ, որ սա մի թեմա է, որը տասնյակ տարիներ քննարկվել է եւ ի վերջո պետական հիմնադրամի փոխարեն, որովհետեւ այնուամենայնիվ մեր մասնագիտական աճը այն աստիճանի չէ եւ ես հիմա արդեն վստահորեն դա կասեմ, որովհետեւ մենք վերջերս մամլո ասուլիսի ժամանակ տեսանք ամենաերկարակյաց, հա, լրագրող գծիկ խմբագիրների այսպես թշվառ վիճակը եւ դրա համար արդեն շատ վստահաբար եմ ասում, որ մեր պրոֆեսիոնալիզմը այն աստիճանի վրա չէ, որ այնուամենայնիվ որևէ դեպքում պետությունը ազդեցություն չունենա լրատվական դաշտի աշխատանքների վրա, բայց տասնյակ տարիներ դրանք քննարկվել են, ես հիշում եմ այն ժամանակ դրա այլընտրանքը եղավ, ստեղծվեց մասնավոր, կարծես թե այսպես անկախ մի կազմակերպություն, որի մեջ ներառվեցին Զարտուղի ճանապարհներով ֆինանսավորվող հեռուստաալիքները, եթե կհիշեք, դարձավ մի մեծ այսպես հոլդինգի նման ինչ-որ մի բան, այնտեղ չներգրավեցին այն ռադիոկայաններն ու հեռուստաընկերությունները, որոնք այնուամենայնիվ ձգտում էին պահպանել իրենց անկախությունը։ Ներողություն, խոսքը Պանարմենյանն է։ Պանարմենյաններ հայտնի եւս մի երկու բան կար այնուամենայնիվ, որոնք իրականում իբրև թե իրարից անկախ էին, բայց համագործակցում էին եւ բնականաբար այնտեղ իշխանության մատը
մոտը նաև խառներ եւ բոլորս այդ մասին շատ լավ գիտենք ֆինանսավորման եւ մնացած բոլոր տեսանկյուններից կային տարբեր։ Լուսնե կներես, հիմա դու ում վրա վստահ ես, որ այն փորձը հաջող չէր, հիմա դու իշխանության վրա վստահ ես։ Չէ, ես իշխանության, տեսեք, մենք հավերժ չենք։ Այսինքն, եթե մենք ունենք Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը նախկին լրագրող է, որը այդ զիջումներին երբեք չի գնացել եւ հիմա էլ այսպես արունակամ լինելով, բայց միևնույն է ամեն ինչ անում է, որ որևէ լրագրողի, այսինքն լրատվական դաշտի վրա ճնշում չլինի որևէ մեկի կողմից։ Մենք չենք կարող երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանից հետո նույնիսկ այն լավագույն, տարբերակը կունենանք, իշխանության տեսքով, ենթադրենք, հիմա որպես լրագրող եմ, որպես մեդիա ոլորտի, նախկին կամ գուցե ինչպես նշեցիք, ապագա աշխատակից եմ սա ասում, ու դու կունենաս իշխանություն, որը նույն չափ, նույն կերպ ջերմեռանդորեն ամեն ինչ կանի ազատ խոսքի եւ անկախության համար։ Եթե տարբերակով գնանք, այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, եկեք ընտրական օրենսգիրքում որևէ բան չփոխենք, որովհետեւ չգիտենք վաղը իշխանության ով է լինելու, ոնց է օգտագործել։ Չէ, սա նույնը չի, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք պետական բյուջեից ֆինանսավորման մասին, այնուամենայնիվ մենք այդ ազատությունը ես ընկալում եմ, որ որոշակիորեն միևնույն է կսահմանափակվի։ Ազատությունը չի սահմանափակվում այս դեպքում։ Այս դեպքում դու թույլ չես տալիս, որ ազատությունը վերածվի սանձարձակության։ Բայց ես լրիվ հասկանում եմ դուք ինչ նկատի ունեք։ Երբ որ խոսում էի պրոֆեսիոնալիզմի մասին լրագրողների, ես նաև ուզում էի բերել հասցնել այդ կետին, որ այնուամենայնիվ լրագրողի մասնագիտական գիտակցությունը մեզ մոտ դեռևս չի հասել այն մակարդակի, որ եւ ինքը կարողանա որպես լրագրող իր կոչմանը եւ իր առաքելությանը համապատասխան զիջումների չգնալ որևէ իշխանության կողմից եւ մեր քաղաքական դաշտը այնքան չի կայունացել, որ մենք կարողանանք այն ամենազարգացած երկրների պես այդ սուբորդինացիան պահպանել։ Հիմա լրատվական դաշտի վրա մի ներողություն, լրատվական դաշտի վրա ճնշում չի, արդյոք որ ինչ որ օլիգարխ ով ուզում է լինի, որ երկրից ուզում է լինի, այն որ կարող է այսպես վրա լրատվամիջոցներ առնել, օգտագործել իր ուզած ձևով, հետո վաճառել մեկ ուրիշին, որ հիմա մի քիչ էլ նա օգտագործի այդ ամեն ինչը։ Դա լրատվական դաշտի վրա ճնշում չի։ Դա լրատվական, տեսեք, ես դրա համար եմ խոսում, ամենաճգնաժամային իրավիճակում այսօր մեր բոլոր ինստիտուտներից հայտնված է այս ոլորտը։ Ամենաճգնաժամային, ընդ որում անելանելի վիճակում ես կարող եմ ասել։ Ես շատ ծանր եմ տանում, շատ ցավով եմ տանում վերջին այդ մամլո ասուլիսը անկեղծորեն ահավոր ազդել է դա ինձ վրա։ Ահավոր ազդել է տեսնել այն կարկառուն ներկայացուցիչներին, այն լրագրողներին, որոնք տասնյակ տարիներ ամեն ինչով անցել են եւ նստել են գլխի կոր, եւ ընդ որում հայրենասիրական դիրքերից այսքան ժամանակ խոսելով հանդերձ, երբ որ իրենց ասվում է դե մենք այս ներքին հարցերով կդիմենք Ռուսաստանին, այդ հայրենասեր եւ կայացած տասնյակ տարիներ փորձ եւ պատմություն ու կենսագրություն ունեցող լրագրողները չեն ասում եղբայր, սա ինքնիշխան անկախ պետություն է, այսինքն դու ինչու համար ես դիմում ուրիշ երկրի եւ այսպես գլխով են անում, այսինքն դուք հասկանում եք, սա բռնության ենթարկված խմբագիրներ են ինչ որ մի բանի կողմից, գուցե եւ ինքնակամ, բայց ես նստած նայում եմ, թե ինչպես այն մարդիկ, որոնք ժամանակին ինձ համար որոշակի չափանիշ են եղել, այս պահին իմ աչքի առաջ բռնության են ենթարկվում եւ նրանք ինքնակամ են հանձնվել այդ գերությանը։ Փրկեք, իմ ասածը փրկեք այդ մարդկանց գերությունը։ Բայց այստեղից էլ ինձ մոտ կասկած է առաջացել, արդյոք այնուամենայնիվ նրանց պրոֆեսիոնալիզմը որպես լրագրող այն աստիճանի էր, որքան ես եմ պատկերացրել երիտասարդ տարիներին։ Գիտեք, երբ ես փոքր էի, օրինակ այս սեղանը ինձ բարձր էր թվում։ Այո, կարող է։ Բայց ես սրան հավելուն ասեմ նաև իմ փորձից, ես մինչ հեղափոխական շրջանը մի 20 տարի մոտավորապես հիշում եք, աշխատում էի ռադիովանում, որի վրա տարբեր իշխանություններ են փոխվել։ Այսինքն ես 3-4 իշխանության ժամանակ մեդիայում աշխատել եմ։ Որևէ անգամ, որևէ մեկը փորձեր շատ են արվել, վերցնելու իր կողմ։ Եվ այդ
անկախությունը նույնիսկ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ էլ, երբ որ ռադիոն ուներ ֆինանսական խնդիրներ, օրինակ աշխատավարձ չէր կարողանում բաժանել։ Այն որ մտածում էիր զիջումների գնալ թե չգնալ, ընդ որում երբ որ ես ասում եմ մտածում էի, չեմ ասում միայն իմ մասին, ամբողջ կոլեկտիվի։ Մեկ է այդ դիմադրությունը առաջանում էր, դու հասկանում էիր, որ ազատությունից թանկ բան քեզ համար չկա։ Եվ մենք բոլոր աշխատակիցներով համաձայն էինք լինում կամ աշխատավարձ չստանալ, կամ շատ չնչին այնքան որ գոյությունը պահպանելու համար, բայց մենք հանկարծ այդ զիջումների չգնանք։ Եվ այսինքն այդ ոլորտը ինքը ամբողջությամբ նվիրում պահանջող ոլորտ է։ Իհարկե բոլոր ոլորտներն էլ նվիրում պահանջում են, հա, բայց մեդիա ոլորտը կայանում ամենակեն ժամանակ, երբ որ այդտեղ մարդիկ են, ովքեր ապրում են դրանով, ովքեր ապրում են եւ չեն գնում այդ զիջումներին։ Բայց ես հիմա քանչեմ ընդմիջենք ուղղակի հա, որովհետեւ ես ուզում եմ անպայման հենց այդ եմ ասում, Armenpress լրատվականին չլրացնենք, էլ։ Armenpress-ը պետական ֆինանսավորում ստացող լրատվամիջոց է եւ ես թույլ տվեք արձագանքեմ այն մտքին, որ պետական ֆինանսավորումը կարող է սահմանափակել, պետական ֆինանսավորումը սահմանափակում չէ, պատասխանատվություն է։ Այսինքն դու հստակ գիտես, դու ունես առաքելություն, ունես նշաձող, ունես սահմանված կանոններ, ունես ստանդարտներ, որոնցից չես շեղվում, հանրությանը իրազեկում ես։ Իշխանության հասցեին քննադատական խոսքի սահմանափակում կա։ Տեսեք, մենք ամբողջ ընթացքում նախընտրական քարոզչության բոլոր ուժերին լուսաբանեցինք, որպես նյուզրումային իրավիճակը նկարագրեմ, կոորդինատորը ուներ հանձնարարություն հստակ, ցուցակով ամեն օր զանգել հերթով բոլոր պատասխանատուներին, հաջորդ օրվա օրակարգը, թե ով որտեղ է քարոզարշավի ճշտել, որպեսզի բոլորից լուսաբանում ունենանք, ով ինչ ասես խոսեց։ Որը արտացոլվեց մեր էջերում։ Երկրորդ հանրային ռադիոյում ես անձամբ բոլոր քաղաքական ուժերի հետ արել եմ 30 րոպեանոց հարցազրույցներ հերթով բոլորի հետ։ Եվ կարող է որևէ մեկը, եթե որևէ մեկը կամ կա, որ կասի, թե այ գիտեք ինչ կա, այս ինչ բանը ասել եմ, ինձ թույլ չեն տվել հանրային ռադիոյում կամ այս ինչ բանը կտրել հանել են, ես կհեռանամ մասնագիտությունից անկեղծ։ Եվ քաղաքական ասպեկտից շեղվելով կրկին ֆինանսավորման հարցին անդրադառնալով մի քանի եւս հանգամանքներ նշեմ, տեսեք Armenpress-ը փակ բաժնետիրական ընկերություն է, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով լիարժեք հնարավորություն ունի առևտրային գործունեությամբ զբաղվելու, այսինքն դաշտը մեծ է, որ մենք ունենանք նաեւ կոմերցիոն արտադրանք եւ դրանով սեփական եկամուտներ ապահովենք եւ լուծենք այլ հարցեր, որոնք պետական ֆինանսավորումը չի բավականացնում լուծելու, որը եւ մենք անում ենք։ Այսինքն, եթե ստեղծարար աշխատանքով զբաղվում ես, եթե ստեղծարար բիզնես ոլորտներ կան քո երկրում, այդ ստեղծարար բիզնես ոլորտները միշտ ուզում են պատվիրել վստահելի հանրության կողմից ընդունված լրատվամիջոցի եւ այդ լրատվամիջոցի էջերում իրենք հայտնվեն։ Ու որ համել չքաղաքականացվեն։ Շատ կարևոր հանգամանք Armenpress-ը հենց քարոզչության սկզբից իր համար որդեգրեց այն քաղաքականությունը, որ մենք քաղաքական գովազդ չենք վերցնելու։ Ոչ մի քաղաքական ուժից։ Մենք քաղաքական գովազդ չենք վերցրել։ Ես տեսել եմ, թե դաշտում ինչքան շատ է քաղաքական գովազդը, եւ ես տեսել եմ նաեւ, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն էին, այսինքն ես կողմ 1 կամ 2 լրատվամիջոց ընդհանրապես հիշել ես ընթացքում, որ հայտարարեց, որ իրենք աշխատելու են քաղաքական գովազդով։ Իսկ մյուսները ըստ երևույթին լատենտ, չգիտես ինչ ճանապարհներով ունեցել են պատվերներ եւ սպասարկել են քաղաքական տարբեր։ Ամեն ինչ այնքան ակնհայտ էր, որ ասենք կույր պիտի լիներ, որ չտեսնեիր։ Ես ձեզ հետ համաձայն եմ միանշանակ։ Համաձայն եմ, իմ մտավախությունը պարզապես կախված է պետության ղեկավարների փոփոխությունից իրենց մոտեցումներով, որովհետեւ նայեք, մենք նախկինում էլ ունեինք մեդիա ոլորտից գնանք օրինակ առողջապահության ոլորտ, հա, պետական ֆինանսավորման հիվանդանոցներ եւ մասնավոր հիվանդանոցներ։ Մենք տեսանք, չէ, այդ ինչպիսի բևեռացված, հա, ինչ տարբերություններ եղան, այսինքն այն մասնավոր հիվանդանոցները, որոնք իրենք տնօրինում էին իրենց եկամուտը, իրենք լրիվ զարգացած վիճակում արդիկ ձգտում են այնտեղ գնալ, մրցակցություն չկա պետականի մեջ։ Հիմա մենք այս ամենը գիտակցելով
փորձեցինք օրենսդրական մի շարք փոփոխություններով, ինչպես նաև կառավարության որոշումներով ՓԲ-ներին այդ այսպես չլինի էլի, որ ես եմ քեզ ֆինանսավորում, դու ինձ համար պիտի աշխատես ու դրանից դուրս չգաս։ Տվեցինք այդ ազատությունը, ոչ միայն մեդիա ոլորտին է տրված այդ ազատությունը, բոլոր ոլորտներին, տեսեք, օրինակը բերեցի հիվանդանոցներից, եւ մենք այսօր տեսնում ենք, որ պետական հիվանդանոցները եւս արդեն լուրջ մրցակից են դառնում մասնավոր հիվանդանոցների համար։ Երբ որ մտավախությունը իմ այն է լրագրության ոլորտում, որ մենք այնուամենայնիվ դեռ նաև մասնագիտորեն պիտի կայացած մեծամասնություն ունենանք այդ դաշտում։ Մենք այսօր ունենք լրագրողներ, թող որևէ մեկը ինձանից չնեղանա, բայց շատ դժվարանում ես ինչպես ասես լրագրող այդ մարդուն։ Այսինքն ես կարող եմ առանձնացնել ընդամենը 1-2 հոգու են ամբողջ լրատվական դաշտից, որոնք օրինակ թեկուզ ազգային ժողովում մեր հետևից վազում են, հա, անդիմադիր լինեն, թե չգիտեմ, իշխանամետ լինեն կամ անկախ լինեն, որովհետև ցանկացած մեկով անկախ նրանից լավ է խոսում, լավ չի խոսում, գիտելիք ունի, չունի, վերլուծական միտք ունի, թե չունի, եթե նա մի քիչ համառ է, հա, մեղմ եթերային լեզվով ասենք, եթե մի քիչ համառ է, միկրոֆոնը տալիս են ձեռքը եւ գցում են դաշտ։ Սանձարցակության հետ չպետք է շփոթել։ Դրա համար ասացի, եթերային բառերով են փոխում։ Բնականաբար կան մարդիկ, որ դրդից ես անում լուսամուտից են։ Այսինքն չեն մնացածը հաշվի չի առնվել։ Հիմա մեր ամբողջ լրատվական դաշտը, լրատվական չասեմ, մեդիան ողողված է այդպիսի կերպարներով։ Բայց եթե մենք պրոֆեսիոնալ կերպարներով լինենք, 2 շաբաթ առաջ այստեղ ժուրնալիստիկայի ֆակուլտետի դեկանն էր, այդ թվում նաև հյուրերից մեկը Նաղաշ Մարտիրոսյանը։ Ինքը ասաց, որ այսօրվա դրությամբ լրատվական դաշտը արտադրում է այն պրոդուկտը, որը հասարակությունը նրանից պահանջում է։ Ժողովուրդ, սա լուրջ խնդիր է, որը միշտ է քննարկվել, հավն է ձվից առաջացել, ձուն հավից էսա, պահանջարկը։ Իրականում ես այդ հարցի պատասխանը գիտեմ, բայց մի այսքան էլ պետք է, որ այդ թեմայով խոսենք։ Այսինքն սա հիշենք, ես եւ դուք ամբողջ կյանքում այդ պայքարի մեջ ենք եղել, այսինքն ժողովուրդը վերցնում է այն, ինչ որ մենք ենք իրենց տալիս, թե ժողովուրդը ինչ պահանջում է, մենք դա իրենց տանք, եթե դա օրինակ անցած ստանդարտները պահենք։ Անցած շաբաթ օրինակ ես այդ հարցի պատասխանը տվեցի 2000-ական թվականներին, այստեղ էլի եմ ասում, ես որպես վիրավորանք չեմ ընդունում անկած որևէ նաև Գագոն Շամչյանով չնեղանա 2000-ականների սկզբից սկսվեց դաշտի շամշյանականացումը, հետո 2000-ականների վերջից սկսեց դաշտի ալմեյացումը, դրա արդյունքում, այդ երկուսի արդյունքում սկսվեց դաշտի ամայացում։ Լրատվական դաշտը ըստ էության միտումնավոր տարան ամայացման որպես այդպեսին։ Այն մի քանի կղզիները, որ մնացել են, որոնց մասին խոսում ես դու Լուսնե եւ որի մասին խոսում են նաեւ Նարինեն, դրանք այդպես երջանիկ բացառություններ են, որ չգիտեմ ինչ որ հանգամանքների բերումով դեռ չեն մնացել այդ ամբողջ ջրածածկույթի տակ։ Բայց թույլ կտակ այստեղ մի դիտարկում անեմ։ Տեսեք, մեր լրատվական, մեր մեդիա դաշտը ինչ չի հասկացել։ Ես կարծում եմ, որ սա առանցքային է։ Այսօր ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում բոլորը ունեն հնարավորություն որպես լրագրող ներկայանալ, օրինակ մենք որպես քաղաքական գործիչներ, իշխանության ներկայացուցիչներ, այլևս հույս չդնելով որևէ լրատվամիջոցի վրա, մենք ինքներս ենք ժողովրդին իրազեկում կառավարության ծրագրերի, օրենսդրական փոփոխությունների, ռեֆորմների, ամեն ինչի մասին մենք դա անում ենք ինքնուրույն, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ դա չի լուսաբանվելու, խեղաթյուրված է գնալու։ Հիմա, այսինքն լրատվական դաշտը այդ ամայացում բառից են փորձում կարճել։ Ինքը գնում է արդեն կործանման, որտեղ իր կարիքը չկա։ Ինչ պիտի անի լրագրությունը, որպեսզի ինքը կարողանա գոյություն ունենալ։ Ինքը պիտի վերադառնա այն թեմաներից, որոնց մասին դուք չեք խոսում, օրինակ, չի խոսում անդիմություն։ Ինքը պիտի վերադառնա իր ակունքներին, ինչի համար է լրագրությունը։ Այսինքն փաստերի ստուգում, առաջին հերթին փաստերի ստուգում, որովհետև ես էլ որպես իշխանության ներկայացուցիչ քաղաքական դիվիդենդ հավաքելու համար կարող եմ մանիպուլացնել։ Դա մտնում է իմ գործառույթների մեջ։ Այսինքն լրագրությունը ինչ պիտի անի։ Ոչ թե այդ բամբասանք, քաղաքական, այսպես չգիտեմ ինչերը, որովհետև ինքը գնալու է կործանման, որովհետև հաստատ մի բլոգեր կհայտնվի, որը իրենից ավելի խարիզմատիկ կլինի ու իրեն ավելի շատ կլսեն, հա, իր հեռուստադիտողները, չգիտեմ, ռադիոլսողները կամ մնացածը։ Փաստերի ստուգում պիտի անի, որպեսզի տարբերվի այն վիդեոյով բլոգանող մարդուց։ Փաստերի ստուգում եւ վերլուծություն, այն ինչ որ հասարակ քաղաքացին չի կարող անել։ Եթե մենք լրագրողները հենց դա հասկացան,
դաշտը կսկսի վերականգնվել։ Այլապես իրենք մրցակցությանը չեն դիմանալու ոչ մեզ նման երիտասարդ քաղաքական գործիչների հետ մրցակցությանը, ոչ էլ հասարակության ակտիվ հատվածի հետ, որ անընդհատ եթերում է, մեդիա եթերում։ Ֆինանսավորման մասով մի ամփոփում էլ ես անեմ, էլի, տեսեք, պետական ֆինանսավորում ստացող լրատվամիջոցները շատ են թիրախավորվում, ասում են պետությունից, պետբյուջեից սնվում են եւ այլն, բայց ամենաթափանցիկն են։ Մենք ենք, որ յուրաքանչյուր մինչև մարտի 31-ը պարտադիր ձևով մեր բաց էջերում, բաց հարթակներում հաշվետվություններ ենք տալիս։ Թող վերցնեն ու տեսնեն, թե այդ ֆինանսավորումը ինչպես է։ Ես կարծում եմ, ես մի նախադասությունը, որով ամփոփեմ, հասկանում եմ, եթե այն ժամանակը ավարտվել է, մեր օրակարգի գլխավոր, հա, առանցքային հարցերից եւ թիրախային հարցերից մեկը ֆինանսական թափանցիկության հասնելն է մեդիա ոլորտում առաջիկա 5 տարվա ընթացքում եւ ես կարծում եմ, որ մենք այս անգամ շատ խիստ ենք լինելու եւ մենք դրան հասնելու ենք։ Վերջում էլ ես ամփոփեմ, ստեղծեք այդ հիմնադրամը, ինձ նշանակեք ցմահ կառավարիչ, ես անմահ եմ, որովհետեւ ես Լևոն Սարդարյանն եմ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր իմ զրուցակիցներն էին Armenpress պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը եւ ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանը, ես ինչպես ասացի Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք ուղիղ 1 շաբաթից էլի այստեղ, հաջողություն։